Մեր հրավերը ես ուզում եմ վերջից սկսել երեք ազգային ժողովում ռազմական դրությունը համերգ կապված այդ հարցներ քննարկում, դե ինչպես միշտ իրենը պնդեց իշխանության կողմը եւ շարունակում է մնալ։ Խնդրեմ այդ հարցից սկսենք։ Տեսեք, մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում։ Այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքը անսախալական է։ Ընդդիմությունը սխալ է, ինքը ճիշտ։ Ոչ մի քննադատություն չի ընդունում։ Եվ ասենք մի քանի շատ ելույթներ եղան եւ հատկապես ինձ զայրացրեց մի ելույթ, որտեղ падգամավորի անունը չտամ, որտեղ այստեղ անձնական բամբասանքի խնդիր չի։ Ասում է, Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվել է, որ Հայաստանում վերացնենք։ Չհասկացա։ Այսինքն ինքը դա ինչ համեմատություն է։ Ադրբեջանի այսօրվա վիճակն ու Հայաստանի վիճակը համեմատել իրար հետ։ Ադրբեջանը ցավոք սրտի դժբախտաբար այո հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի։ Այսինքն այդ ինչ համեմատություն է։ Այս մակարդակում են իրանք տեսնում խնդիրները։ Հարգելի Անժելա, դրա համար էլ չեն պատկերացնում ինչա։ Եվ ցուցումով դեմ ենք, եւ ես երեք ելույթ ունեցա եւ ասացի, որ ռազմական դրությունը երկարաձգելու միակ նպատակը դա Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության ժամանակի երկարաձգումն է։ Ինքը հասկանում է, որ ռազմական դրությունը վերացնելով անմիջապես ժողովուրդը կանցնի ակտիվ քայլերի եւ որպեսզի իրավական հիմքեր լինի ժողովրդին էլի նորից այդպես ակտիվ մարդկանց տանել, ձերբակալել, չգիտեմ, կալանավորել, դրա համար ձգում են։ Հիմա ռազմական գործողություններ չկան, զորահավաք չկա, կրակոցներ չկան, իմաստը որն է, ասում են Հայաստանի վտանգ է սպառնում։ Դրա փոխարեն գյուղերի հանձնում կա։ Առավոտյան զարթնում ենք 2-3 գյուղ, մեր իշխանությունը լռելյան հանձնում է, այսինքն այսպես կարող ենք ասել, պարոն Պետրոսյան, իշխանություն չկա մեծ հաշվով։ Եթե մի երկրի լռելյան ամեն օր 5 գյուղ են տանում, հիմա անիշխանություն է։ Ըստ էության կառավարությունը ամբողջությամբ մատնված է անգործության, ազգային ժողովը գործում է պատվերով, սա անիշխանություն էլ օպոզով պոչով չի լինում։ Կամ ասենք, եւ ամենավատը գիտեք ինչն է, մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, ես շատերի հետ եմ զրուցում, օրվա մեջ հանդիպում եմ, ասում են, այն ժամանակ մարդիկ ասում էին, ես գնալու եմ Գերմանիա, ասենք, եղբայրս ընդեղ է, մեկն ասում է, ես գնալու եմ, ասենք, թե Հոլանդիա, մի բարեկամս ընդեղ է, մեկն ասում է Ռուսաստան։ Հիմա գիտեք մարդիկ ինչ են ասում։ Ասում են հենց այս դրությունը ավարտվեց, կարողացանք դուրս գալ, գնալու ենք անորոշ ուղղությամբ, ինչ ուզ, այսինքն բախտի քմաճուկին եք հանձնել, այդ որ այդ չեմ սիրում այդ արտահայտությունը, որ ասում են զոմբիներ, բայց այդ մոլորալները, որ այդպես ասում են Նիկոլի կողքին կանգնեք, Նիկոլի կողքը համախմբվեք, Նիկոլը նախ տոնածառ չի, որ իր կողքը շրջապատենք, համախմբվենք, երկրորդ ինչի շուրջ համախմբվենք։ Այդ մարդը այնպիսի իրականություն է ստեղծել, որ այսօր մարդիկ ասում են Անժելա ջան, այն ժամանակ կոնկրետ ուղղությամբ էին գնում։ Հիմա ասում են ընդհանրապես Հայաստանից դուրս գանք, թե որտեղ բաց sense կարելի է այս ժողովրդին sense բախտի քմաճուկին թողնել։ Այս ժողովուրդը ինչի համար է այս վիճակին արժանացել, որ իրան վստահեց 2 տարի ու կես առաջ բերեց իշխանության, որ հետո իր տունը տեղը թողի, ասի մենակ թե Հայաստանում չելեմ ու ուզում եմ։ Այս ի՞նչ է։ Ապագայի ոչ մի տեսլական չկա։ Կյանքի կանխատեսելիությունը, թե նախկին իշխանության ժամանակ, ասենք, բաներ 10% էր, 20% էր, հիմա լրիվ զերոյական դարձավ։ Կամ հələ իր նշանակումները նայեք, այդ հնի ու նորի այդ արհեստական բաժանումը, այդ գիտեք իր համար այդ հնի ու նորի չափանիշը ինչն է։ Ով որ իրան ծառայում է հլու հնազանդ, սա համարվում է նոր, հորջորջվում է նոր։ Ով որ իրան չի ենթարկվում, չի ծառայում, համարվում է հին։ Հիմա ես մի շատ հասարակ հարց եմ տալի։ Ում նշանակեց ինքը պաշտպանության նախարար։ Իր խորհրդականին, որը նախկին կադր է, չէ՞։ Նշանակեց մի մարդ, որը փաստորեն պետք է ոչ միայն չնշանակվեր, այլև պետք է պաշտոնանկ արվեր, որովհետև իր օրոք իր օրոք ինքը իր խորհրդակցությամբ ինքը պատերազմը տանուլ է տվել, այս մարդուն փոխանակ Նիկոլ Փաշինյանը որպես այսպես կոչված իրենց եզրույթով ասած, իրենց տերմինով ասած հին մարդ, փոխանակ հանի պաշտոնից տանում նշանակում է պաշտպանության նախարար, այսինքն սա ուղղակի նշանակում է իրան եմ ասում Նիկոլ Փաշինյանի թող լսի, որ ինքը թքած ունի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության վրա, ես նորից եմ ասում, ես Վաղարշակ Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, ես անձնական որևէ խնդիր չունեմ իր, բայց ես ելնում եմ իր կարգավիճակից, Անժելա ջան, եթե այս մարդու խորհրդակցության օրոք
այդ պատերազմը տանուլ ես տվել, այո, երկրի 25%-ը հանձնում ես, այս մարդուն առաջխաղացման են տանում, սա ինչ բան է։ Ոչ մի գործողության մեջ տրամաբանություն չկա։ Կամ երեք առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ես շատ մեծ հարգանք ունեմ, իմ նախկին ուսանողուհին է եղել, Անահիտը Ավանեսյան, բայց ինչ է ասում, ասում է բանը, որ արդեն հետ պատերազմական շրջանում ենք մենք։ Բայց ժողովուրդը, եթե հետ պատերազմական շրջանում ենք, ռազմական դրությունը ինչ իրավունք ունի գոյատևել։ Այսինքն, այտենց որ լինի, նորից եմ ասում, Հայաստանը անդադ վտանգի տակ է, մենք Թուրքիայի հետ ունենք սահման, անընդհատ ռազմական դրություն, մարդկանց խոսքի իրավունքը արգելափակել, ազատ տեղաշարժվելու իրավունք այսօր։ Պարոն Պետրոսյան, մյուս կողմից իշխանություն կա, որ մենք իշխանության որևէ որոշում, որևէ քայլ պիտի ընդունենք, առաջնորդվենք դրանք, ուզում է իր ալացայով լինի, ուզում է իր ոստիկանությունով։ Եթե չկա իսկապես ռազմական դրության անհրաժեշտություն, ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առաջին հոդվածը սպառիչ թվարկում է ռազմական դրության հիմքերը։ Սահմանադրությունն էլ հղում անում այդ օրենքից։ Այսինքն ինքը հիմա երի նորից հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական կարգի տապալման պես զբաղված, որովհետև նորից եմ ասում, այդ տրամաբանությամբ ուրեմն Հայաստանը անընդհատ պետք է գտնվի ռազմական դրության մեջ։ Հետո, բա մեր ժողովրդի կյանքը, ապրելակերպը, այս հարցերը մոռացել ենք, մարդիկ եկել են, հազարավոր մարդիկ Ռուսաստանից չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներին, ինչա թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգվի։ Այսինքն ինչքան կարա շարունակել։ Սա նույնպես սահմանադրական կարգի տապալում է, եւ ելի եմ ասում, 100 անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ արդեն 10 անգամ երևի մի 8-10 անգամ տապալել է սահմանադրական կարգը իր պաշտոնավարման ընթացքում որպես վարչապետ, նա հասկանալով, որ ինքը պաշտոնից ազատվելուց հետո անմիջապես զբաղեցնելու է իրավապահ մարմինների ուշադրությունը եւ հայտնվելու է համապատասխան հիմնարկներում, դրա համար ինքը երկարաձգում է իր իշխանությունը։ Սրանք էլ կամակատարի նման ինչ բերում է, ինչ նախագիծ բերում է, կամ եթե մենք ենք բերում նախագիծ, հակառակը պարտադրելով ցուցումով դեմ են քվեարկում։ Էս է մեր ազգային ժողովը։ Կներեք մի բան էլ ասեմ, շատ ներողություն։ Այսօր որոշ շարլատաններ գուցե եւ անգիտակցաբար, բայց շատերը նաեւ գիտակցաբար մեզ ասում են դուք պաշտոնակ կռվի եկել եք։ Արա այդ տղա, ես պաշտոն ունեմ այսօր։ Չէ, մենք ազգային ժողովի падգամավորի պաշտոնը հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համարվում է падգամավորը բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոնյա։ Ես այսօր պաշտոն ունեմ, ասեմ եկեք ցրենք ազգային ժողովը։ Ես եմ պաշտոնակրվել, կամ իմ նման մյուս падգամավորները անդիմության։ Բոլորն էլ պաշտոն ունեն։ Այսօր եթե մեզի հետաքրքիր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, մենք կասենք համար գործ չունենք, ձեն չանենք, մեր համար սուս-պուս նստենք, աշխատավարձ ստանում ենք, խրախուսում ստանում ենք, դա ամոթը նման մեղադրանք հնչեցնել է։ Սա մանիպուլյացիա է, իրանք որ մեկ-մեկ հելնում ասում են դուք մանիպուլյացիա, հիմա իրանք դասական մանիպուլյացիայի վրա են նստած։ Ամեն օր ասում են դուք պաշտոնակ կռվի եկեք։ Մենք պաշտոնի կարիք չունենք, մենք այսօր պաշտոն զբաղեցնում ենք։ Այսօր նախկինում մարդիկ ինչքան ջանքեր էին գործադրում, որ դառնային падգամավոր, չէ։ Մենք այսօր այդ կարգավիճակը ունենք, մենք հակառակ ասում ենք եկեք այս ազգային ժողովը ցրենք, նոր ընտրություններ նշանակենք, թող նոր ընտրություններով ժողովուրդը արդեն էյֆորիայից դուրս եկած վիճակում ավելի օբյեկտիվ ընտրություն կատարի։ Նորից կրկնում եմ, հա, պարոն Պետրոսյան հարցս, նկատի ունելով այն ինչ որ տեղի ունեցավ մեզ հետ 25%-ը հանձնել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ 5-ից 6000 մահվան մասին է, 15000 վիրավորների մասին է, գերիների խնդիրը դուք տեսնում եք արդեն, հա, ինչ վիճակում է։ Արդյոք այս իշխանության մեծամասնության իմ քայլականների հետ արժե սահմանադրությամբ, օրենքով, չգիտեմ ինչ լեզուներով ինչ որ բան բացատրել։ Արդյոք այս ավարտված, սպառված իշխանություն չի եւ պետք է այլևս այլ լեզվով խոսել, այլ օրենքով։ Անժելա ջան, տեսեք, ես հասկանում եմ ձեր ասացի մեջ բարոյական իմաստով իր ասած թիզեր ձեր ասացի մեջ կիլոմետրերով երկիրը հանձնում է։ Ձեր ասացի մեջ այո, բարոյական բովանդակություն կա, բայց հիմա տեսեք, եթե մենք այլ բան անենք, այսինքն օրենքները խախտելով գնանք, մենք ստացվում է, որ հավասարվում ենք Նիկոլ Փաշինյանին։ Հիտլերի հետ կապիտուլյացիա իր արել։ Ոնց պիտի Հիտլերի հետ կարող եք ասել ինչ։ Ասեմ, ես Հիտլերի հետ չգիտեմ, բայց Նիկոլ Փաշինյանը եթե բարոյականություն ունենար, նա
պետքա հենց այդ ստորակ նախ չստորագրեր, նախ ինքը պետքա ժողովրդի հետ ազնիվ լիներ, իր այդ լրատվամիջոցներ իր տակ պարկած եւ աշխատող անընդհատ չասեին, հաղթում ենք, հեսակատենակ, բանն ենք գրավել, Գետաշենը, Շահումյանը եւ այլն, sense բաներ, խափելով տարան, վերջում կանգնով ասեց ին վրա մեղ չդնեք, դուք եք մեղավոր։ Իր սովորության համաձայն բոլոր պարտությունները վերագրում անդիմությանը, իր հետ կապ չունեցող հաջողությունները վերագրում է իրեն։ Սա է իր ոճը։ Նա պետք է իր ընտանիքի անդամները ինչ գործ ունեին, գնային այնտեղ, գեներալներին նեղացնեին, հանձնարարություններ տային։ Դե հիմա ես չգիտեմ ինչ գործ ունեն, բայց իրանք հաստատ ռազմական գործի հետ կապված որևէ անելիք չունեին այնտեղ։ Այդ բաները այդով պետք է դա կանխեր։ Ինքը իր ընտանիքի անդամի քայլերը չի կարող կանխի, ընկելա մեր հետևից, մարդա ձերբակալում, անընդհատ կամ այսօր, ասենք, հիմա ես չեմ ուզում ստե ինչ որ քաղաքական բան շահի տպավորություն թողի իմ ասածը, բայց արա անգեր ջան, դու բան ու գործ չունես, այսօր ընկել ես Ծառուկյանի մանդատի հետևից։ Այս է Հայաստանի Հանրապետության թիվ 1 հարցը Ծառուկյանին մանդատից զրկելն է, բայց sense կարելի է թքած ունենալ գերակայությունների վրա։ Փոխանակ մտած ինքը հիմա ես իրան եմ հարց տալի Նիկոլ Փաշինյան, դու ինչ քայլ ես հիմա անում կոնկրետ։ Թող ինքը այսօր ելնի երեկոյան բան տա, ասուլիստա։ Կոնկրետ ասի, այս քայլն եմ անում մեր ռազմագերիներին վերադարձնելու։ Դուք գիտեք երեք ինչ է իմ ականջին հասել։ Իհարկե ես այսպես ասած օթում կախված լուրերի համաձայն, որ մեր ռազմագերիներին, չգիտեմ, տա Աստված սուտ են, ես սա որպես փաստ չեմ հնչեցնում։ Պարզապես լսել եմ, Աստված տա սխալվեմ, բայց շատ ծանր բան եմ ասելու։ Երեկվանից ես ամբողջ գիշեր չեմ քնել, որ ասում եմ այդ ռազմագերիներին ինչ որ պատրաստում են ուղարկել Իսրայել, թե որտեղ, որպեսզի բանը փոխպատվաստումներ անեն, օրգաններ հանեն, հասկանում եք դուք ես ինչա կատարվում։ Կամ այդ երեխու գլուխը որ կտրել են, դրել են խոզի վրա, նկարել են։ Նիկոլ Փաշինյան, դու այս տեսարանները տեսնելուց հետո։ Դրանից հետո դուք իրան բան եք բացատրում դեռ։ Ես նայեմ։ Հիմա Անժելական, ոչ եմ այդ ավտոմատ առնեմ։ Էդամ խփեմ։ Էդամ խփեմ։ Չէ, ուրիշի էլի քայլեր պիտի լինի։ Չգիտեմ, էդամ խփեմ, եթե չխփեմ ամոթել ինձ, բայց ինձ չեն հասկանա, կասեն դու, բան, հեղափոխությամբ եկածին գնացիր վերացրեցիր։ Ես չգիտեմ, հեղափոխություն չեղի, իշխանափոխություն ա եղել։ Ուրեմն, նորից եմ ասում, փոխանակ մտածի գերի, այսօր մարդ կա, արդեն հասկանում եք ինչա կատարում։ Ծնող կա ասում այ ձեր ցավը տանեմ։ Ես գիտեմ որ իմ երեխեն մահացել է։ Արա գոնե դիակը բերեք տանեմ, թաղեմ իմանամ գերեզմանում իմ երեխեն է։ Դուք հասկանում եք մարդ արդեն ինչ աստիճանի է բանը իրականությունից կտրվել։ Ուրա հասել այդ մարդու հոգեվի։ Նայում ես լացդ գալիս արա դու բան ու գործ չունես, սա որը փողոցից աղջիկ տանես դիմակ չկրելու մար, չգիտեմ քաղաքացիական ակտիվության համար մարդկանց ծեծել տաս, այդ ես մի բան ասեմ, մեծագույն հարգանք ունեմ մեր ոստիկանության նկատմամբ, ես միշտ եմ ունեցել այդ հարգանքը, հիմա էլ ունեմ, բայց ասենք մի հատ բան եմ էլի ուզում հասկանամ, այն ոստիկանը, որը ակնհայտ ապօրինի հրահանգով, քաղաքացու ձեռքերը օրորում է 7 հոգով, ծեծելով տանում է, նա ինչով է տարբերվում Թուրքից, ես չեմ հասկանում այդ տարբերությունը, հոմենակ անձնագրով չի, չէ, իհարկե կա հրամանի կատարման ինստիտուտ իրավագիտության մեջ, բայց կա նաև ակնհայտ ապօրինի հրաման չկատարելու քո իրավունք։ Հիմա ինձ ղեկավարը ասենք իհարկե ինքը այդպեսի հրահանգից չի տա, օրինակ եմ ասում։ Ասի գնա ես ինչին հենց հիմա բան արա, ճակատից խփ, ես այդ խփեմ ասեմ դե իմ ղեկավարը, լավ ամոթ այսօր է հասրել պետական ծառայությունը։ Այսօր ազգային անվտանգության ծառայությունը եթե իր դիրքերում լիներ, շատ շուտ կիմանային թե մեզ ինչ է սպասում։ Եվ ինքն էլ թող ազնիվ լիներ ժողովրդի հետ։ Այդ որ տենց հելնում ասում է ժողովուրդն է երկիրը, արա բա մի հատ գայ ժողովրդի կարծիքը հարցն է իր, այս պատերազմը այդ ռեսուրսներով դու կարող ես փախավ արդեն ժողովրդից, մեքենան փախնում է։ Բայց նա երբ չի փախել։ Նա այսօր եթե Նիկոլ Փաշինյան քեզ եմ ասում, եթե դու այդքան դուխով տղա ես, որ գլխարկը կարած նստում ես ճակատիդ մեխած նստում ելույթներ ես, հələ մի հատ դու կարաս Երևանի ցանկացած կետում առանց տիկնազորի մանգաս։ Գիտես քեզ ինչ կանեն։ Եվ ճիշտ կանեն, որովհետև դու գլխակեր ես, դու կերար 5000-ից ավել երեխու գլուխ, հաշմանդամություն բերեցիր, պատճառեցիր 10,000-ի համարյա, ես մոտավոր թվեր եմ ասում։ Էլ չասած որ այո, հողերը մեր հայրենիքը զիջեցիր, հողերը տենց որ մեկ-մեկ ասում են, ես տենց չեմ էլ, հողը ինչ հողամաս չի, դի որ վեն տանձի ծառանի, ասենք դու էլ զիջես, դա հայրենիք է ինքը զիջել։ Եվ այդքանից հետո անամոթաբար ոչ միայն հրաժարական չի տալի, մի հատ էլ ինչ որ կադրային փոփոխություններ անում, աննորմալ նշանակումներ, ոչ մի տրամաբանություն չկա դրանց մեջ։
Փոխանակ ինքը ասեր, այո, ժողովուրդ, ես ընդունում եմ, որ ես սխալվել եմ, ես ընդունում եմ, որ ես ապիկար եմ եղել, խնդրում եմ ինձ ներեք հենց միայն դրա համար, որ ես ձեզ ազատագրեցի նախկին իշխանությունից։ Բայց այսօր այդ մարդը հելնում է, հələ մի հատ հաթաթա տոդու, գա հելը թո հեսա մյուս անգամ գա ազգային ժողով այդ ինտոնացիայով խոսա, տեսեք իրան ինչ է սպասվում։ Գնում սրաները առաջ կռանում է, չեմ ուզում տենց կոպիտ արտահայտվեմ, որտեղ մեկ-մեկ ասում են ցենզուրան ասում ես, կզել, մզել, չեմ ուզում տենց բառեր։ Գնում սրան առաջ խոնարհվում է, կռանում է, բանը, ընդ Ծիծաղ Ալիևի նման փալասը, որին իր ընտանեկան կերպարի պատճառով ամբողջ աշխարհը ծաղրում է, հասկացաք ինչ եմ ասում, հիմա շատ չմանրանամ, ահա, այսօր Ալիևը իր վրա ծիծաղում է։ Լավ, ասենք դու մնացիր իշխանության։ Ի վերջո ես չեմ համարում, որ հիմա Ղարաբաղի հարցը լուծված է, Անժելա ջան։ Այսինքն հələ դեռ ես կարծում եմ, Հայաստանի մասին եմ նաև մտածիկ, պարոն Պետրոսյան։ Հələ այդ Հայաստանը մեր մի կողմ թող։ Երեք մտել էր Հայաստան։ Գիտեմ, ես այս դրա մասին էլ խոսեմ։ Հիմա ես չեմ գտնում, որ այնուամենայնիվ Արցախի հարցը վերջնական լուծում ունի։ Այսինքն ես ինչու եմ այսպես ասում, որ ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ հələ դեռ բանակցություններ կլինեն, հələ դեռ ինչ-որ ճշգրիտ Փաշինյանը։ Չէ, որպես պետություն։ Այս այդ եմ ասում։ Բա Փաշինյան, եթե Նիկոլ բանը Ալիևը քու վրա ծիծաղում է, երկ են հնարը իր վրա։ Ես ամաչեցի այդ երկը։ Լսել, այո, ասում են ինչ-որ տենց նախաձեռնություններ կա, որ իրան ճանաչեն Ադրբեջանի հերոս։ Դու այս պայմաններով ընկեր ջան, ի՞նչ ես գնալու բանակցես, մեկ կարանք իմանալ։ Ինչ ես խոսա։ Դուք էլի դիմում եք իրեն, պարոն Պետրոսյան, այսինքն կարելի է այդ մարդուն դեռ դիմել, կարելի է խոսել, կարելի է իրան հարց եմ տալի, Անժելա։ Չգիտեմ, գուցե շեղված, մոլորված նիկոլականներին ինչ որ բան պետք է ասել։ Ես իրան հարց եմ տալի, ասեմ, այսքանից հետո դու ո՞նց կարող ես գնալ բանակցել։ Դրա համար արժանապատվություն, եթե մի այսքան մնացել է Փաշինյան մեջդ։ Հրաժարական դու ամոթա դու ուզում ես երկրորդ մարտի 1 անես, բայց ես վստահ եմ որ չի լինելու։ Մարտի 1 Դե ինքը պատրաստ է սեփական իշխանությունը։ Չէ, Անժելա ջան, նա պատրաստ է իր իշխանությունը պայելոմար մարդկանց գլուխները թռցնել։ Ես հենց այդ եմ ասում։ Այդ եմ ասում, հրաժարական դու ամոթա Դու քո իշխանությունը պայելոմար ներքին ցեղասպանություն մի իրականացրա, որովհետև արդեն Թուրքիան արտաքին ցեղասպանությունը երկրորդ անգամը սկսել է։ Իսկ ես սա համարում եմ, մեկ-մեկ որ ասում են, բանա, սա ագրեսիա Արցախի նկատմամբ, ոչ, սա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունն է։ Հիմա դու փոխանակ հասկանալով, որ դու քո այս ունակություններով, այդ քո այդ հավակնություններով, այդ քո մակարդակով, այդ քո պատրաստվածությամբ, այդ քո ռեսուրսներով ի վիճակի չես պայքարել, ընկեր ջան։ Հել գնա, ինչ ես ուզում։ Հիմա մի հատ հաջորդ հարց է։ Գիշեր արդեն ներողություն Անժելա ջան։ Եկել են բան, արդեն Վարդենիս է հասել թուրքը։ Հիմա ինչ անենք, գա Երևան, ասնի մենք էս սաղս ավտոմատներ առնենք ինչի։ Չէ, ես չեմ կասկածում։ Ես ոչ թե կասկածում եմ, եւս 2 ամիս պատրաստվում եմ անձնական զենք ձեռք բերել, որպեսզի դուրս գանք բոլորս համընդհանուր պայքարի։ Կամ ասենք կներեք, էլի ասենք այդ թուրքը որ եկել է։ Նիկոլ Փաշինյան, դու քո ազգային անվտանգությունը փոխանակ աշխատացնես նպատակային նշանակության Բա ուր էր այդ ազգային անվտանգությունը, որ չի հաղորդել միան, որ թուրքը գալի մոտենում է Վարդենիսի սոտքին է ասի արդեն։ Բա քո ազգային անվտանգություն, որովհետև իրան ազգային անվտանգություն չի, դա իր անձնական անվտանգությունն է։ Իսկ գուցե ինքը շատ լավ գիտի, որ պիտի գան, չգիտեմ, Վարդենիսը վերցնեն, Վարդենիսը։ Դե եթե ինքը գիտի, Անժելա ջան, եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր։ Բայց իմանալով 25%-ը տալիս են երկրի։ Դե ուրեմն ինքը պետական դավաճան է։ Ես ուրիշ պիտակ չունեմ իրան կպցնելու։ Հիմա հաջորդ հարց, հա, տեսեք, ասում եք թող ինքը հրաժարական տա։ Ես չգիտեմ, կա ինչ-որ խելա պակաս ինչ-որ մեկը, որ այսքան ավերածության է ենթարկել երկիրը։ Երկիրը հանձնել է։ Հիմա մի հատ անհասկանալ ինչ-որ մեկը գա եւ վերցնի, հա, այսինքն դուք հասկանում եք ինչ եզրագծի հասցրել երկիրը։ Պետք չի որ ինչ-որ մեկը անձնապես գա, միայն ինքը ստանձնի պատասխանատվություն։ Այստեղ եթե մենք իսկապես քաղաքական բոլոր ուժերը 17 կուսակցությունները որ միտինգ են անում եւ այլն, ես մի անգամ էլ ձեր եթերում ասել եմ, ես չեմ ընդունում որ ասում են ես խի գամ միանձնյա վերցնեմ, իսկ ով ասում միանձնյա վերցրեք, ոչ, բոլորդ հավաքվեք, համատեղ պատասխանատվություն ստանձնեք, եթե իսկապես մտահոգ եք երկրի խնդիրներով, ոչ թե այնտեղ օպերայում կանգնել, նախ ասեմ, այդ օպերայում այդ միտինգներն էլ անիմաստ բան է, գնում խոսում են, ծափ են տալիս, գոռում են, հելնում են տներ, Նիկոլին էլ տես բան է պետք։ Պետք է գնալ ազգային ժողովում կանգնել, հիմա ես հայտարարություն եմ անում որպես կոչ
Եվ կարող է սրանից հետո ինձ պատասխանատվության ենթարկելու փորձ Ով ենթարկի, այ մարդ ես պրոբլեմ չունեմ, ես հավանական տարբերակում ոչ, թող ենթարկեն, դա ինչ են անել։ Ուրեմն դի գնալ այնտեղ կանգնել եւ իրանց այդ падգամավոր կոչեցյալներին, այն որ բացարձակապես խաբար չեն ինչի մարեն գալի ազգային ժողով, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չեն դրսևորում, զբաղված են ընդհանրեն ընդդիմությանը սևացնելով եւ պարգևավճարներ ստանալով, այդ դրա համար են պարգևավճար ստանում, որ Facebook-յան SNH-երից մարդկանց հայոյեն վիրավորեն, զրպարտեն, չգիտեմ ինչեր անեն, այդ մարդիկ թող բան անեն, գան ազգային ժողով, ժողովրդի ճնշմամբ ոչ թե նու ստիպեն չասեն ֆիզիկական բռնություն գործադրում, բայց բարոյական ճնշումով իրանք ստիպված լինեն քվեարկել ռազմական դրությունը վերացնելու եւ Նիկոլ Փաշինյանի նրան անվստահություն հայտնելու հարցի օգտին։ Այս սա կլինի, որ իրանք գոնե վերջին պահին կարողանան ապացուցել, որ իզուր չեն որպես падգամավոր։ Դրվի, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենա, այսինքն ինքը եւ ներողություն խնդրի եւ խնդրի այս ուժերին խնդրի, որ վերցնեն։ Մոտ կես ժամ առաջ գրել էր իր էջում, որ 1.5 ժամ ընթացքում տեսավ։ Հետո ինչ տեսավերսները գիտենք։ Ուրեմն իր տեսավերսները հելում հերթական անգամ մի հատ շառը գցում ընդդիմության վրա կամ ինչ-որ մեկի վրա եւ համարում է իր գործը անհետ կորածների ծնողների վրա երեք որ ասել են գտեք մեր երեխաներին, էլի։ Անժելա ջան, ասեմ, ախր բաներ կա։ Ուղղակի դու անգամ ուրիշի օրինակով որ մտածում ես, վատանում ես, դու մնացել պատկերացնում ես քո երեխու հետ կապված լինի, քո այդ հարազատը, ասենք քո եղբայրը, քո հայրը, քո ամուսինը, քո տղան գնան ու դու 50 օրից ավել տեղեկություն չունենաս։ Հիմա էլ ասում այնտեղ արդեն ձյունագալ էլ բրծավ այդ դիակները հնարավոր էլ չի լինելու տեղափոխել։ Փոխանակ ես հարցերի մասին մտածի, հələ մինչև այսօր հաթաթա է տալիս մարդկանց։ Մատով թափ տալով, այդտեղ այդ մատը կարող ես թափտած գնա Ռուսաստանում մատ թափտու։ Գնում ես այնտեղ ես նստում ես կրավորական կեցվածքով գալիս է սեփական ժողովրդին հաթաթա է տալի։ Ես ասեմ ձեզ, ամեն իր ելույթից ես հույս ունեմ, որ ինչ որ ինքը կարող է հանգարց վերջին պահին իր այդ բարոյականություն եթե ունի մեջը այսքան գոնե արտնանա ասի եղավ ժողովուրդ ջան կներեք, բայց ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ ներողություն խնդրել, որտեղ ներողություն կարող խնդրի մեծահոգի մարդը։ Այս մարդը մինչև այսօր հələ որ ցուցումներ է տալիս, այս մարդուն բանի մանդատից զրկել, նրան ձերբակալել, նրան կալանավորել, այսպես երկիր չեն ղեկավարում։ Ինքը բացարձակ առումով, բոլոր առումներով Ձախողել է Հայաստանի Հանրապետության պետականաշինությունը։ Երկիրը անղեկ, անիշխանություն, փողոցում գցած այսպես իշխանությունը, այս վիճակն է, չէ՞։ Որտեղ որևէ պրոբլեմ, որևէ հարց։ Հասարակ մի բան, Անժելա ջան, ոչ պակաս չարիք է, էլի եմ ասել, հիմա ստիպված եմ կրկնել, որտեղ չարիքը անդադ ուրջանում է, աճում է, ոչ պակաս չարիք է նաև այս ներքին թշնամության մթնոլորտը։ Ես հիմա որ իմ հեռախոսը բացեմ ցույց տամ թեորական քանի կերծ էջից ինչ հայոյանք, ինչ սպառնալիք եմ ստանում, դուք կզարմանաք։ Այս մարդը այնքան բարոյականություն չունի, որ հելի ասի ես իմ օգտին եք անում, ժողովուրդ, չգիտեմ ով է այդ անողները, ասի ես արգելում եմ ձեզ այսուհետ թշնամանքի մթնոլորտ տարածելը։ Դե որովհետև իր օգտին է դա, նա կյանքում էդի չի անի։ Այսօր ինքը Նիկոլ Փաշինյանը իրան եմ ասում, որ լսի, իր իշխանությունը այսօր հենված է բացառապես բոլորյալների, ովքեր որ կուրորեն իրեն հավատում են, ես չեմ ուզում սա որպես վիրավորանք ասել, բայց կան կուրորեն հավատացողներ, եւ մեկ էլ այդ կեղծ օկտատերերի վրա։ Ասենք մի հոգին 10 էջ բացի կեղծ էջ, սրան հայոյի, նրան սպառնան, նրան վիրավորի, չգիտեմ ինչա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եթե հանրային վստահության ռեսուրս ունի, նա մի հատ ես հիմա իրան էլի եմ ասում, հələ արի հետս մանարի, մի հատ իշնենք քաղաք հրտես քեզ ինչ օրն են գցում ժողովուրդը։ Բայց դա քո ժողովրդական կամ իր падգամավորները որտես փախած են ման գալի։ Այն մեկն էլ այն օրը ստից ասում է ես հանգիստ ման եմ գալի։ Դու ամոթ չես անում աղջիկ ջան, դու կարաս ման գա ժողովրդի մեջ։ Քեզի հումում կուտի ժողովուրդը, որովհետև գիտի որ դու այն մարդկանցից մեկն ես, որ արհամարելով մեր այսքան զոհերի հիշատակը, չհարգելով մեր խնդիրները, չհասկանալով կուրորեն գնում քվեարկում եք ոնց որ ասեմ։ Հələ դե մի բան ասեմ, կներեք էլի։ Ուրեմն տեսեք, ասենք 3 քվեարկությանը, եթե չեմ սխալվում, 88-ը ներկա չէին, որովհետև հաստատ 88 չկային։ Ուրեմն Ծառուկյանին մանդատից զրկելու օգտին անձեռնմխելությունից գալի 88% մասնակցում են։ Իսկ
հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցին, այսինքն այդ ռազմական դրությունը վերացնելու, որ բազմաթիվ խնդիրներ լուծվեն, մարդիկ լայախ չեն անում մի մասը կան։ Դուք հասկանում եք, թե ինչ է կատարում։ Այսինքն այս մարդը իր իշխանությունը օգտագործում է բացառապես անձնական վրեժխնդրության համար։ Տեսեք, հիմա Ինչ երկրի շահ, ինչ անվտանգություն։ Ամեն օրը աղետ է, չէ՞։ Իր ամեն օր մնալը պաշտպանում, դա մեծ շարիկ է։ Մենք գյուղ ենք զիջում, տարածք ենք զիջում, ել չեմ ասում այդ անհետ կորածների մասին, ել չեմ ասում, չգիտեմ։ Հիմա կներեք, էլի անդադ ես որ մի քիչ բարկացածելուն կներեք որոնց։ Տեսեք, երեք արդեն երեկոյան հաստատվեց այն փաստը, որ թուրքը հասել է սոտք։ Էլի սուտ էի խոսում, էլի ասում էին չէ։ Ասում են սուտ ես ասում, իր մամուլի խոսնակ են մի հատ աղջիկ կա, շփոթվել է իր կարգավիճակից, հա։ Ուրեմն լավ, դու, այ ընկեր, այ տղա, եթե դու գերագույն քեզ հրճակել ես հրամանատար, այ անամոթ, Նիկոլ Փաշինյանին եմ ասում։ Արա դու, այսինքն 20 ժամ պետք է անցնի, նոր դու հանդես գաս բանում։ Դու օպերատիվ պետք է արձագանքեիր այդ իրավիճակին։ Հաներ, չգիտեմ, զորք էիր անում, ազգային ամեն, դու մեզ թող ասել, եկեք բոլորս գնում ենք։ Ոչ թե դու տեղյակ չի, պարոն Պետրոսյան։ Դե եթե տեղյակ է ու չի կանխել, նա հայրենիքի պետական դավաճանը ստե ուրիշ անվանում չկա։ Ես իրան չեմ ասում ձմեռ պապի, չեմ ասում ասենք Սանտա Կլաուս, պետական դավաճան։ Արդյոք կոչերի պահը, ելույթ ունենալու պահը չի սպառվել, եթե ես նորից եմ ասում։ Հիմա կարող է մենք այստեղից դուրս գանք, ասեն 3 գյուղ պետք է ազատեն։ Հասկացա։ Հիմա սպառվել է իր բարոյական իրավունքը հաստատ սպառվել։ Բայց գոնե եթե ինքը իրան իրավաբանորեն, իհարկե դա այդպես չի, ես ասել եմ որ Սահմանադրության համաձայն ազգային ժողովրդի պատերազմ հայտարարելու որոշում ընդունացել էր, որ նա նոր դառնա գերագույն հրամանատար կամ կառավարություն։ Այդտեղ էլ է սահմանադրական։ Այդտեղ է խախտել սահմանադրական կարգի տապալմամբ իրան հրճակել է գերագույն։ Լավ, այ ինքն է հրճակ տղա։ Հրճակել ես լավ ես ար։ Արա բա դու երեք ինֆորմացիա ես ստանում, նկարներով, վիդեոներով Տիկին Զորաբյանը մեր падգամավոր հանեց ցույց տվեց գլխավոր ամբիոնից, որ թուրքը ասել է սոտ։ Լավ դու այդ պայն ո՞ց իրավունք ունես չարձագանքել։ Դու ինչ իրավունքով ես ժողովրդի երեսին նայում սրանից հետո արա ամոթ ունեցի։ Հələ մի հատ էլ հայտարարել է որ ինչ որ ժամուկեսից է հելում։ Այսինքն ես եթե երեկոյան ժամը 6-ին մենք այդ ինֆորմացիան ստացանք, հիմա արդեն քանի ժամ անցել, մոտարապես մի 14-15 ժամ անցել է, չէ՞։ Այսինքն մեր գերագույն հրամանատարը 14-15 ժամ հետո է անդրադառնում այն իրադարձությանը, որ թուրքը մտել է Հայաստանի սահման։ Դե իմի եթե ինքը գերագույն հրամանատարը, ես էլ ասենք մոլեկուլյար ֆիզիկայի պրոֆեսոր եմ, ինչ ասեմ։ Արցախը մեր Փարիզն է, Արցախը տվեցիք Հայաստան չի լինելու, այսինքն պիտի այդ ռեալ լինի, այո, մենակ Երևան պիտի հասնեն, որ հասկանան։ Չէ, Երևան չէ, իրանց տուն էթան, նոր ինքը հասկանա։ Չնայած այդ վաղտը չի հասկանա։ Արդեն երեխաները այստեղ չեն։ Հա, դե։ Մի խոսքով մենք շատ վատ վիճակում ենք գտնվում։ Նիկոլ Փաշինյան, քո ժամ ավել իշխանության մնալը, պաշտոնի մնալը, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք է, սա վիրավորանք է մեր զոհված հերոս երեխաների հասցեին, սա անարգանք է մեր ռազմագերիների հասցեին, այնպես որ եթե մի փոքր, մի չնչին բարոյականություն մնացել է, հենց հիմա այդ որ դու պիտի հիմա ելես ինչ-որ մի ժամից, ժամուկեսից հայտարարությամբ հանդես գալ, ես խնդրում եմ, որ տաս հրաժարական։ Որտեղ այս դեպքում չգիտենք, սատանան քեզ պահապան կամ Աստված քեզ պահապան, ինչ-որ մի բան պիտի ասի, էլի այս բարակը։ Իր անլրջությունը հոմենակ այս առիթներով չէ։ Չէ, իրոք ասենք մի մարդ, որը կանգնի ազգային անվտանգությանը հանձնարարություն տա սատանա որոնել։ Դե դրա համար եմ ասում, սա խելագարության կանխավարկածից է, սա ինչ է նշանակում։ Ու այդ մարդը այսինքն ազգային անվտանգության ծառայության արժեքը չի հասկանում։ Այդ մարդը ազգային անվտանգությունը, ոստիկանությունը սարքեց իր անձնական մահակ իր ընդդիմախոսներին բանը դատապետելու համար, մտրակելու համար։ Եվ այդպեսի նա ինքը ելի եմ ասում եմ եւ երկար չեմ ուզում խոսել, ուրեմն ինքը հասկանում է, որ արդեն այս 2 տարի կեսվա մեջ այնքան ապօրինություն է թույլ տվել ու սահմանադրական կարգի բազմակի տապալումներ, հայրենիք հանձնել եւ որ ինքը գիտի որ որը պաշտոնի չեղավ, ինքը մի ժամ հետո բայց պետք է պաշտոնի թե պաշտոնի չի, պարոն Պետրոսյան։ Այս բարագայթը հիմա ինքը մնալով պաշտոնի ինքը փաստացի վերահսկում է ոստիկանությունը եւ ազգային անվտանգությունը։ Նրանք էլ իր հրամաններն են կատարում։ Էդ էլ ասեմ, ես իհարկե նորից եմ ասում, որպես իրավաբան հրամանի կատարման ինստիտուտը ընդունում եմ, Անժելա ջան, բայց չեմ ընդունում, երբ որ թե ազգային անվտանգությունը եւ թե ոստիկանությունը
կատարում են բացահայտ ակնհայտ ապօրինի հրաման։ Իրենք դառնում են հանցակից Իրենք էլ են Նիկոլ պատասխան Փաշինյանի։ Հանցակից են դառնում։